Ծանոթությունների համար նախատեսված հավելվածում գրանցված ռուս ներկայացող աղջիկները նամակագրությամբ կապ են հաստատում տարբեր տարիքի հայ տղամարդկանց հետ, մտերմանում, ապա խաբեությամբ գումար հափշտակում նրանցից։ Քննչական կոմիտեում համակարգչային տեխնիկայի կիրառմամբ խաբեությամբ գումար հափշտակելու հատկանիշներով արդեն 100-ից ավելի քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախաքննության ընթացքում պարզվել են նաև հանգամանքները։ Ռուս կանայք միասին թատրոն գնալու պատրվակով հայ տղամարդկանց առաջարկում են իրենց նախընտրած ներկայացման տոմսերը գնել։ Դրա համար ուղարկվում է թատրոնի նախընտրելի ներկայացման հղումը, որի տոմսերը անհրաժեշտ է գնել։ Որպես կանոն այդ հղումները ստեղծված են ֆիշինգային կայքերի վրա, այնտեղ կեղծ վճարային համակարգեր է տեղադրված։ Տղամարդիկ էլ ուշադրություն չդարձնելով հղմանն ու մուտք գործելով էջ տոմս գնելու նպատակով լրացնում են իրենց բանկային քարտի տվյալներն ու կատարում վճարում։ Քիչ չեն դեպքերը, երբ վճարում կատարած անձին նախ ծանոթում են, թե գումարի փոխանցումը մերժվել է, ապա խնդրում կապ հաստատել իբր տոմսերի ձեռքբերման կայքի սպասարկման բաժնի հետ։ Սկսում են հարցուփորձ անել, արդյոք գումար կա քարտին, որքան կա գումար, երբ որ հաջողվում է իմանալ քարտի եղած բալանսի քանակը, հաջորդ իսկ պահին ասում են, որ մի հատ է փորձեք վճարում կատարել, բայց արդեն իսկ նախապես հանցավորը վճարման արժեքի չափը ոչ թե թողնում է 9000 դրամ կամ 2 հատ 9000 դրամ, այլ նշում է ամբողջ գումարի չափը։ Արդյունքում քարտապանից հափշտակվում է ոչ միայն որպես տոմսի արժեք նշված, այլև որոշ դեպքերում հաշվին եղած ամբողջ գումարը։ Կիբերհանցագործության փորձագետ Սամվել Հայրապետյանը պատմում է, որ նման հանցագործությունները որպես կանոն դժվար են բացահայտվում։ Պատճառը կիբերհանցագործների զգուշավորությունն է։ Նրանք չեն շտապում կանխիկացնել հափշտակված գումարը։ Երբ որ ինչ-որ մեկի քարտից գումարները իրենք կանխիկացնում, ոչ թե գումարը քարտից քարտ են փոխանցում, այլ քարտը կապում են ինչ-որ սերվիզի, օրինակ Binance-ին կամ մեկ այլ սերվիզի միջոցով այդ ճակերտավոր զոհի քարտի մեջից գումար են հանում, ոնց են գումարը հանում, պարզապես կրիպտո են առնում։ Ստացվում է կրիպտո գործարք ու հետևաբար թե որտեղ այդ գումարը գնացել, ինչ կրիպտո է գնվել, ինչ քանակի, դա արդեն չի լինում տեսնել։ Կրիպտոարժույթը համարվում է համացանցային վիրտուալ գումար, որի A կետից B կետ տեղաշարժը անվերահսկելի է։ Բացատրում է Սամվել Հայրապետյանն ու ասում, հենց այդ փաստն են խարդախները օգտագործում իշահ իրենց եւ ինչ որ փուլում կրիպտոարժույթը փոխարինում իրական գումարով։ Տաթևիկ Աբրահամյան, ժամը լրատվական։